Ողջույն, ես Աննան եմ ու այսօր վերջապես նկարում եմ իմ առաջին YouTube-յան վիդեոն։ Որոշեցի առաջին վիդեոյի համար ոչ մի բարդ թեմայից չսկսել, այնպես որ այսօր միասին կշպարվենք, ես էլ կպատմեմ թե ինչ պրոդուկտներ եմ օգտագործում ու ինչ հերթականությամբ։ Իսկ մինչև սկսելու ուզում եմ հիշեցնել, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որովհետև ես փորձելու եմ ել ավելի շատ ու հաճախ վիդեոներ տեղադրել, իսկ ռեալ ժամանակով ինձ հետևելու համար կարող եք անցնել իմ Instagram-յան էջ, որտեղ ես փորձում եմ ավելի ակտիվ լինել ռիլերի ու սթորիների միջոցով։ Ես իմ դիմահարդարումը միշտ սկսում եմ հոնքերից, հենց հոնքերի ֆիքսատորից այս լյուքս վիզաժի կարմիր գելն եմ օգտագործում, միշտ իմ վիդեոներում նշում եմ, որ շատ եմ հավանում։ Իհարկե կարծիքները բաժանվում են երկու խմբի՝ մարդիկ, որ ոобще չեն սիրում այս գելը, ու մարդիկ, որ շատ են սիրում։ Ես պատկանում եմ շատ սիրող մարդկանց։ Իրականում շատ տարբեր հոնքերի գել եմ փորձել, հենց լյուքս վիզաժ ֆիրմայից եմ փորձել, բայց այս տարբերակը ամենաշատն եմ հավանում։ Մի ժամանակ ինտերնետում շատ վիդեոներ էին տարածվել, որ կլեյի նման կպնումը, հետո ունքերը պոկվում են եւ այլն, բայց իրան ուղղակի պետքա շատ լավ լվանալ ցանկացած միցելար ջրով կամ յուղով, ես յուղ եմ օրինակ օգտագործում, պետք չէ էլի ունքերը փորձել պոկել։ Այդ դեպքում բնականաբար ցանկացած ֆիքսատոր կվնասի ունքերը, իսկ այս տարբերակը շատ լավ նստացնում է ու մինչև օրվա վերջ պահում է։ Ինձ թվում է ցանկացած խանութում կգտնեք, ես պատվիրում եմ Wildberries-ից, հենց լյուքս վիզաժ ֆիրմայից։ Մեկ էլ անպայման մեկնաբանություններում գրեք, թե ինչ թեմաներով կուզեք հետագայում վիդեոներ նկարեմ, ինչն է ձեզ հետաքրքիր, ցանկացած։ Անպայման չի ինչ-որ beauty թեմա լինի, ու մի հատ էլ լայֆհակ եմ սովորացնում, շատերը գրում են միանգամից սպիտակումը, կեղտոտվումը, օգտագործելուց հետո վերցնում ենք անձեռոցիկ ու մաքրում ենք ծայրը։ Այսպես վերցնում ենք վրայից, չնայած ես քանի որ օգտագործում եմ որպես առաջին քայլ, իմ դեմքին ոչ մի տոնային եւ այլն չկա, ինքը չի կեղտոտվում ու մինչև վերջ այսպես մաքուրել մնում է, մինչև ես իրան օգտագործում եմ, վերջացնում եմ, բայց եթե դուք մոռանում եք, օրինակ իմ մոտ էլ է լինում, որ ես մոռանում եմ տոնայինից հետո եմ օգտագործում կամ ֆլյուիդից հետո, ինքը իր վրա սպիտակ հետքեր է թողնում։ Պարզապես կիստիչկայի վրայից մաքրում ենք այդ սպիտակ հետքը սովորական անձեռոցիկով, նոր ենք հետ փակում ու ամեն ինչ նորմալ է լինում։ Հաջորդ քայլով օգտագործում եմ Catrice-ի փայլուն ֆլյուիդը, ինձ մոտ 0.20 համարն է։ Իրականում հիմա երևի ավելի շատ կվերցնեի 0.10-ը, որովհետև 0.20-ը մի փոքր մուգ է իմ երանգից, բայց այն գնել էի, երբ Կիպրոս էինք գնում, թե Կիպրոսից հետ էինք գալիս, չեմ հիշում, երբ ես արևայրուք ունեի ու ինձ ավելի մուգ երանգ էր պետք տոնայինից տակ, դրա համար գնեցի այս տարբերակը, կարող եք տեսնել, որ համեմատած մուգ է իմ մաշկից, բայց իրականում չի խանգարում ինձ, որովհետև ես մի փոքր ավելի մուգ եմ սիրում ու այս պրոդուկտի էֆեկտը անկեղծ ես շատ եմ հավանում, չգիտեմ, մարդիկ ասում են տարօրինակ հոտ է գալիս, դուս է տալիս դեմքիս եւ այլն, ես ոչ հոտն է ինձ խանգարում, նորմալ է որ կոսմետիկայի հոտ է գալիս, ոչ էլ դուս է տվել դեմքիս ու այն տարածում եմ սովորական խոնավ սպոնգի միջոցով։ Շատ էլ չեմ անում, որ շատ չծանրանա մեյքափը, ուղղակի սենց թեթև փայլ հաղորդելու համար։ Ահա այսպիսի տեսք ունենք։ Հաջորդ քայլով ես տարածում եմ իմ տոնեյնը, որը այս պահին ունի այսպիսի տեսք, որովհետև նորը պատվիրել եմ, դեռ ճանապարհին է, բայց ինձ հասել է այս տոնայինը, վստահ եմ TikTok-ում, Instagram-ում, ընդհանրապես ինտերնետում լիքը տեսած կլինեք իր մասին, կա նաև սպիտակ տարբերակը, եթե չեմ սխալվում, էլի լյուքս վիզաժից, իր ֆենոմենը կայանում է նրանում, որ ինքը շատ էժան է ու շատ լավ է, այսինքն միակ մինուսը իրա, որ նշում են, միշտ ասում են, որ տուփն է։ Հիմա այսօր միասին կփորձենք ու կիմանանք։ Ես միշտ տոնայինը օգտագործելուց առաջ մի հատ տարածում եմ ձեռքիս վրան ու ձեռքիս վրա եմ սկզբում բացում, հետո խոնավ սպոնգի միջոցով նոր տարածում եմ դեմքիս։ Այդպես ոչ պրոդուկտն եմ շատ միանգամից դեմքիս տարածում,
այսինքն կարողանում եմ կառավարել ինչքան քանակով տարածեմ տոնայինը, ամեն հաստ շերտով տենց ավելորդ չի նստում ու ավելի լավ է անկեղծ ասած տարածում, ցած հետքերով չի մնում դեմքիս վրա։ Բացեցի արդեն տոնայինը թափվում է մեջից։ Փորձենք, գույնը ոնց որ թե բաց է։ Չէ, ոնց որ թե վզի հետ համեմատած բաց չի, հենց իմ գույնն է։ Անուշ հոտ է գալիս, իդեպ կրեմի հոտ է գալիս։ Շատ խիտ ծածկողականություն չունի, բնականաբար, չեն էլ խոստանում շատ խիտ ծածկողականություն, բայց բավականին լավ փակում է։ Հիմնականում ես տոնայինը քսում եմ թոշիկներիս կարմրությունը փակելու համար, որովհետև ցանկացած էմոցիա արտահայտելուց, տխրելուց, ուրախանալուց, անգամ սովորական չգիտեմ, ամաչելուց, ես ամբողջ դեմքով կարմրում եմ։ Իհարկե իմ մոտիկ մարդիկ դա սիրում են, բայց ես չեմ սիրում, որ այն ամեն ինչը ես ապրում եմ, դաժե եթե ես փորձում եմ թաքցնեմ, ամեն ինչ երևում է։ Դրա համար սիրում եմ շպարված լինել։ Ու ընդհանրապես սիրում եմ այս process-ը։ Ինձ որ հարցնում են, չես հոգնում, միշտ տնից դուրս գալուց առաջ շպարվում ես եւ այլն։ Չէ, ես սիրում եմ, ես կարամ շպարվեմ 5 րոպեում, կարամ շպարվեմ 35 րոպեում։ Պապ։ Ես եթե ինչ վիդեո եմ էլի նկարում։ Չէ, հա, կարամ շպարվեմ ոնց որ 5 րոպեում, տնից դուրս գալուց առաջ, այդպես էլ 35 րոպեում, եթե չեմ շտապում, զուտ այդ process-ը վայելելու համար։ Ընդհանրապես չէի սպասում, հիմա հասկանում եմ։ Գիտեք, մոտավորապես երևի 2000 դրամ եմ գնել, եթե ոչ ավելի էժան։ Եթե հետաքրքիր է, անպայման գրեք մեկնաբանություններում, արտիկուլը կթողնեմ, Wildberries-ից եմ պատվիրել, հենց Lux Visage-ի իրենց official edge-ից։ Այս էլ մեր տոնայինը իրականում շատ թեթև է նստել, ոնց որ ոչ մի բան էլ քսած չլինեմ։ Տեսնենք իրեն ոնց կպահի հետագայում։ Հաջորդ քայլով արդեն սիրված բրոնզերն է Catrice ապրանքանիշից, ինձ մոտ հիմա ասեմ, որ թիվն է 0.15, շատ եմ հավանում, անկեղծ սենց բնական էֆեկտ է ստեղծում ու իչքան էլ ես նկատել եմ, որ իրեն իչքան էլ շերտերով քսում եմ, ինքն սենց հետքի նման չի մնում ու կարողանում եմ շատ հեշտությամբ իրան տարածեմ։ Քսում եմ այս փոսիկից մի փոքր վերև, այսինքն ոսկորի վրա, այստեղ, որպեսզի այդ lifting էֆեկտը ստեղծեմ, ճակատիս, ու սկսել եմ քսել քթիս այս հատվածներում։ Իրականում անկեղծ ասեմ, ես չեմ սիրում, որ տեսնում եմ շատ սիրուն մեյքափ, բայց սենց քիթը լրիվ առանձին, սենց մուկ ու անհասկանալի, սենց շատ ակնհայտ գծած, ինձ դա դուր չի գալիս, ես չեմ սիրում, ես միշտ սենց քսում եմ, հետո այնքան եմ ռոստոշով կանում, որ ընդհանրապես կորում է էֆեկտը։ Հնարավոր է կամ մարդիկ ում սազում ով սիրում է, այդ արդեն իրենց որոշումն է, բայց ես չեմ սիրում։ Արևը որոշեց գա։ Այս վիդեո նկարելու որոշմանը շատ երկար եմ եկել, դեռ մանկուց երազել եմ YouTube-յան ալիք ունենամ ու վիդեոներ նկարեմ, ամեն անգամ հիշում եմ, մտածում եմ վերջապես այդ քայլը արեցի։ Հուսամ դուք էլ կհավանեք, որ ես շարունակեմ նկարել։ Մի հատ էլ եմ այս հատվածները անցնում, որովհետև հնարավոր է, եթե ես նույնը վրձինով անեի, սենց հեշտ չմաքրվեր, բայց ես սպոնժի սիրահար եմ, վրձինով իրականում փորձել եմ, մեյքափ անեմ, հավանել եմ, եթե չեմ սխալվում, TikTok-ում ունեմ վիդեո վրձինների մասին, բայց սյուժը ինձ խոնավ սպոնգով ավելի հարմար է, ավելի հեշտ եմ անում։ Թեթև բրոնզերի էֆեկտը ստեղծեցինք։ Անցնում ենք հաջորդ իմ ամենասիրելի քայլին եւ դա կարմրաներկն է։ Ես օգտագործում եմ Rare Beauty-ի Touch Blush-ը, անունը Happy։ Իրականում այս իմ ամենասիրած պրոդուկտն է բոլոր պրոդուկտների մեջ, բայց
ինքը ունի շատ վատ փաթեթավորում։ Ես մտածում էի, թե ինձնից է, բայց ես նայել եմ TikTok-ում վիդեոներ եմ լիք տեսա, որ բոլորի մոտ երկար օգտագործելուց հետո այսպես պրոդուկտը գալիս, դուրս է գալիս ու այս սաղ կողմերը լցվում է, ես իրան լիքը փորձել եմ մաքրեմ, ամեն անգամ այսպես է լինում ու այս երկրորդ ծրվակն է արդեն, որ ես օգտագործում եմ, առաջին ամբողջությամբ օգտագործել եմ, էլի այս վիճակում էր։ Տարածում եմ այսպես սկզբում այս հատվածում ոսկորիս վրա, հետո թեթև գալիս եմ թոշիկների վրա ու դեպի վերև։ Այդպես ստեղծում եմ համ այդ լիֆթինգ էֆեկտը, համ էլ ինձ ավելի շատ դուր է գալիս, որ ոսկորի վրա է լինում կարմրաներկը, ոչ թե թոշիկների։ Ու այս անում եմ աչքիս այս հատվածում, որ ամբողջացնեմ ընդհանուր կարմրաներկի տեսքը, ոնց որ բրոնզերն էի արել։ Բնականաբար երկրորդ շերտով եմ անցնում, ըստ տրամադրության հնարավոր է երրորդ շերտ էլ կսեմ, ես երբեք չեմ համարում, որ կարմրաներկը շատ է, ուրիշների վրա եմ շատ սիրում։ Ու ըստ տրամադրության կարող եմ անել նաև քիթքի այս հատվածում։ Ունենք այսպիսի էֆեկտ։ Հաջորդը օգտագործում եմ քողարկիչ, ինձ մոտ էլի կադրի սապրանքանիշից է համարը 0.10։ Իրականում ես չեմ սիրում քողարկիչի էֆեկտը, չեմ սիրում, որ ինքը շատ ծանր է լինում, բայց այս հենց այդ տարբերակն է։ Ես իրան սովորաբար չեմ օգտագործում աչքերի տակ, որպեսզի ինքը սենց գունդիկներով չլցվի մեր կնճիռների մեջ։ Ես իրան օգտագործում եմ մեյքափը մաքրելու համար։ Օգտագործում եմ քթիս այդ հատվածում, որ շատ մուգ չլինի, ոնց որ ասեցի, ճակատիս այս հատվածում եմ անում ու քթիս այս կողքերը։ Այս մասերը հիմնականում ամենահեշտն է մաքրվում, դրա համար մի հատ էլ քողարկիչով եմ անցնում։ Բայց եթե փնտրում եք քողարկիչ, որը լավ ծածկողականություն ունի, իրականում այս տարբերակը խորհուրդ եմ տալիս։ Ու տարածում եմ նույն խոնավ սպոնժիկով։ Իրականում ես շատ եմ սիրում կադրի սապրանքանիշը, իրենց մոտ հնարավոր է ինձ թվում է գտնել ցանկացած տիպի պրոդուկտ, այսինքն լավ բրոնզեր, լավ քողարկիչ, լավ կարմրաներկ, ցանկացած պրոդուկտ դուք իրենց մոտ կարող եք գտնել ու իրականում հաստատ ինտերնետում էլ շատ կտեսնեք իրենց մասին, որ խոսում են բլոգերները, կարող եմ հավատացնել, որ դա սուտ չի, որովհետև իրենք իրենց մոտ իրոք լավ պրոդուկտներ ունեն ու անդադ թարմացնում են պրոդուկտները տարբեր ձևերի ու գին որակ հիմնականում միշտ համապատասխանում է։ Հաջորդ քայլով կրկին օգտագործում եմ կարմրաներկ, բայց այս անգամ արդեն չոր, նույն Rare Beauty ապրանքանիշից ու կրկին Happy երանգը։ Ես օգտագործում եմ այս բլաշը ու էլ չեմ օգտագործում ոչ մի highlighter, որովհետև իր մեջ կան շատ նուրբ մանր փայլիկներ, որոնք շատ սիրուն երևում են։ Մի հատ սկզբում այսպես տարածում եմ, ձեռքիս վրա բացում եմ, որպեսզի սենց հետք չթողնի, նոր անում եմ թոշիկներիս։ Ու արևի տակ ավելի լավ է երևում, ոնց է ինքը փայլում։ Կրկին անում եմ թեթև աչքերիս վրա, արդեն վրձինի վրա եղած պրոդուկտով ու քիթիկիս վրա։ Հաջորդ քայլով մեզ մոտ տուշն է, իրականում ես չեմ սիրում տուշի էֆեկտը, որ թարթիչները ծանրացնում է ու սենց ոնց որ աչքերիս վրա ինչ-որ բան լինի։ Մի ժամանակ օգտագործում էի այս Maybelline-ի High Sky-ը շագանակագույն ու հավանում էի իրոք, որովհետև իր կիստիճկան սենց մեծ է ու գույնն էլ էր դուրս գալիս, իմ մազերի գույնին մոտիկ էր բաց էր ու տենց չէր կպցնում թարթիչներս իրար։ Երբ վերջացավ, որոշեցի գնեմ այս Vivienne Saboy-ի հայտնի կաբարե տուշը, էլի շագանակագույն ու անկեղծ ասած շատ հիասթափված մնացի, գիտեմ, որ էլի ունքերի ֆիքսատորի նման մարդիկ բաժանվում են երկու մասի, որոնք որ շատ են սիրում ու որոնք որ չեն սիրում, այս անգամ ես այն խմբում եմ, որը որ չի սիրում, որովհետև շատ ծանր է նստում, անկեղծ եմ ասում, նախ շագանակագույն ոնց որ չլինի, իրականում ոնց որ սև լինի, շատ մուգ է, ես իմ թարթիչների վրա սենց առանձնանում են թարթիչներս, որովհետև իմ մազերը բաց են, ունքերս էլ ես հատուկ ներկել եմ, որ բաց լինեն, թարթիչներս սենց առանձնանում են,
Ու երկրորդն է, ես չեմ սիրում այդ արհեստական շատ երկար թարթիչների էֆեկտը։ Միջև քսել է, ես օգտագործում եմ այսպիսի գործիք թարթիչները կլորացնելու համար։ Իրականում մտածում եմ լամինացիա անեմ, որ ես դարդից ազատվեմ, ասենց ասած։ Բայց երևի նորից կգնեմ Maybelline-ի տուշը, շագանակագույն, որովհետև իրոք հիշում եմ, որ շատ էի հավանել։ Բայց ամառը ընդհանրապես չեմ օգտագործում, այսպես ինձ ավելի շատ է թույլ գալիս, բայց եթե տրամադրություն ունեմ, շատ եմ ուզում կսեմ, այսպես վերցնում եմ, իրան թեթև մաքրում եմ անձեռոցիկի վրա ու նոր տարածում եմ թարթիչներիս։ Այդպես պրոդուկտը ավելի քիչ է լինում, գնդիկներով չի նստում ու չի կպցնում թարթիչներս իրար։ Շատ թեթև, զուտ, որովհետև իմ թարթիչների ծայրերն էլ են բաց, ես իրան քսում եմ, որ մքացնեմ, գույն տամ ու Երևան թարթիչներս։ Եվ մեր վերջին քայլը դա շուրթերն են։ Ես այս վերջերս շատ եմ սկսել օգտագործել այս Կոսասապրանքանիշի Lip Oil-ը։ Ինձ շատ է դուր գալիս իր այդ փայլուն էֆեկտը, որը ոնց որ թե գլոս լինի, բայց չունի այդ ծանրությունը գլոսի ու մազերն էլ ամբողջությամբ չի կպնում շուրթերին։ Ես ինձ մոտ ունեմ Nude Matte-ից, որը շատ շուտ եմ առել բավականին, Star Look-ի 808-ն է, Nude գույնի, որը բավականին հավանում եմ, բայց իրան ինչքան օգտագործում եմ չի վերջանում։ Եթե դուք ունեք մատիտներ, nude, sense թեթև վարդագույն էֆեկտով, անպայման գրեք մեկնաբանություններում, որովհետև ուզում եմ նոր մատիտներ գնել, բայց դեռ չգիտեմ որը։ Հիմնական շուրթերիցս դուրս չեմ քսում, որովհետև հնարավոր է վիդեոների ու նկարների մեջ սիրուն է, բայց ռեալ կյանքում դա բավականին լավ երևում է ու տարօրինակ է, եթե անկեղծ նայվում, այդ իմ կարծիքն է։ Համար շատ թեթև ընդգծում եմ ու արդեն քսում եմ այս Lip Oil-ը։ Այս էլ մեր շուրթերը, կարող եք մեկնաբանություններում գրել, թե դուք ինչը կփոխեիք կամ ինչ կավելացնեիք կամ չէիք օգտագործի։ Ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը, անպայման գրեք ու գրեք նաև, թե ինչ վիդեոներ կուզեիք տեսնել իմ էջում, որպեսզի ես հետագայում անպայման նկարեմ։ Նորից եմ հիշեցնում, չմոռանաք բաժանորդագրվել էջից, որպեսզի բաց չթողնեք հետագա վիդեոները։ Բայ։